Այն ինչ հիմա անում եմ ես, օրվա ընթացքում վստահաբար մեզնից յուրաքանչյուրն անում է ջուր։ Օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ եւ թվում է նաեւ մի բան, որ բոլորիս բաժակներում միևնույն հեղուկն է լցվում, բայց պարզվում է, որ ոչ մեր փոքր երկրում, քաղաքից քաղաք, իսկ Երևանի դեպքում վարչական շրջանից վարչական շրջան, այս նույն ջրի որակները տարբեր են, երբեմն այնքան տարբեր, որ գերազանցում են նաեւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ pH միավոր, կոշտություն, ընդհանուր հանքայնացում այս ցուցանիշների թույլատրելի կոնցենտրացիաները, որով էլ առաջնորդվում է մեր երկրի ջրամատակարարող միակ ընկերությունը Veolia ջուրը, առողջապահության նախարարի դեռ 2002 թվականի հրամանով է սահմանված, համաձայն որի օրինակ ջրածնային ցուցանիշի pH-ի սահմանային թույլատրելին 6-ից 9 է, կոշտության առավելագույնը 7-ը։ Անկախ փորձաքննությունների արդյունքներով Երևանի 6 վարչական շրջանում, կենտրոնից մինչև Ավան, չկա նմուշարված ջուր, որի pH միավորը ասենք լինի 6, այս դեպքում նորմայի մեջ է բոլոր տարածքներում, գումարած հանրապետության եւս 4 բնակավայր, ցուցանիշը մինչև 7 ու 8 է, կոշտության պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, 14, 10.5, 17, 11.3, այսինքն անգամներով գերազանցում է առավելագույն թույլատրելին։ Հիմա սկզբից ջրամատակարարման գրաֆիկը Veolia ջուրը երկու մասի է բաժանում՝ ամառային ու ձմեռային, համապատասխան հերթականությամբ մայիսի 1-ից հոկտեմբերի 1-ը եւ հոկտեմբերի 1-ից ապրիլի 30-ը։ Այս ժամանակահատվածներում մատակարարվող ջրի որակը տարբերվում է։ Այսինքն հիմա էլ մեզ դիտող քաղաքացին հաստատ կարձանագրի, որ մի քիչ ավելի ոնց որ ջրի որակը ավելի լավն է, քան օրինակ ամառային ժամանակահատվածում էր։ Եվ հենց այստեղից էլ սկսվում է մեր պատմությունը։ Հովանիսյանը գնացել է բազմաթիվ ահազանգերի հետևից, ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի 1 տասնյակը գերազանցող հասցեներից ջուրն անկախ փորձաքննության է ուղարկել, խորհրդակցելով մասնագետների հետ, շեշտում է հստակ հասկանալով լաբորատոր պահանջները։ Որովհետև գիտեմ, որ Veolia ջուրը ըստ էության պետք է փաստարկեր, որ վայ գիտեք, մենք այդպես չենք վերցնում, այսպես պետք է վերցնենք, այ որ այսպես վերցնենք, այդ խնդիրը չէր արձանագրվի եւ այլն։ Կապ հաստատեցինք Veolia ջուր ընկերության հետ, մեր հարցերին նախընտրեցին գրավոր պատասխանել, պնդել են ջրաղբյուրները Հայաստանում չեն փոխվել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ջրի մեջ ինչ-որ արժեքներ գերազանցված են, ապա նշենք, որ Veolia ջուր ընկերությունը դրա հետ կապված որևէ ինֆորմացիա չի ստացել եւ նման տեղեկատվության չի տիրապետում։ Հետաքրքրական է, Veolia ջրից մեզ ասում են իրենց ձևակերպմամբ նման տեղեկատվության չեն տիրապետում, բայց պետական գերատեսչություններից էլ ճիշտ հակառակ պատասխաններն ենք ստանում։ Օրինակ տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող ջրային կոմիտեում գիտեն, որ Մասիս քաղաքի ջուրն առավել կոշտ է, ավելին մեզ ներկայացրել են նաև դրա պատճառը։ Ինչ վերաբերում է Մասիսի տարածքում ջրի կոշտությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ այդ տարածաշրջանում խմելու ջուրը հիմնականում մատակարարվում է խորքային հորերից, որով էլ պայմանավորված է ջրի ավելի բարձր կոշտությունը։ Իսկ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից ի պատասխան մեր գրավոր հարցման հայտնում են, որ ջրի որակի շեղումներ արձանագրելու հիմքով նույնիսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ են հարուցել։ Veolia ջուր փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի որակի կոշտության ցուցանիշով շեղումներ արձանագրվել է Արմավիրի մարզի 1 բնակավայրում, ցուցանիշը 11.3։ Խախտումների վերացման նպատակով տեսչական մարմնի կողմից տրվել է հանձնարարական։ Ջրային կոմիտեից ի դեպ մեզ նաև հայտնել էին, թե Հայաստանում սահմանված սանիտարական նորմերին եւ կանոններին ջրի համապատասխանությունը ստուգելու համար Veolia ջուր ընկերությունից բացի ջրի որակի նմուշարում իրականացնում է նաև հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, սակայն ամսական հաշվետվություն իրենք ստանում են միայն Veolia-ից, ինչն էլ կատարողականի հիմնական ցուցանիշն է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից սակայն Արփինե Հովանիսյանին այլ պատասխան են տվել։ Իրենք ասել են, որ իրենք չունեն վերահսկողության ու ստուգման լիազորություններ եւ իրենք Veolia ջրից ստանում են պարբերաբար այդ կատարված հետազոտությունների արդյունքները եւ Veolia ջուրն է ըստ էության իրականացնում այդ ստուգումները։ Փակ շղթա է ստացվում։ Հիմնական խնդիրն այն է, որ այն ընկերությունը, որը մատակարարում է, ինքն էլ ստուգում է։ Եվ հետևաբար իրենք կասեն, դե ամեն ինչ նորմալ է, մենք այդպիսի խնդիր չունենք, բայց ինչ է պատահել որ։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ է պատահել, այն որ առնվազն մեր մայրաքաղաքի աղբյուրները մաքրամաքուր են, հաստատում է ազգային ջրային համագործակցության հասարակական կազմակերպության նախագահը։ Հարցնում եմ, այդ դեպքում ինչու ու ինչպես է ստացվում, որ բաժանորդների տներ խմելու համար նախատեսված ջուրը հենց այդպես չի հասնում։ Ամենատարրական կետից է սկսում, հիշեցնում է մեր օրակարգի անբաժան մասը դարձած ջրանջատումները, խողովակները,
աղտոտները, որոնց վիճակն այնքան էլ հուսադրող չէ։ Ուրեմն էլ ինչ ակնկալել։ Հիմնական աղտոտումը ջրի, երբ որ հասնում է բնակչին, դա գալիս է խողովակներից։ Այսինքն մենք ունենք վատ խողովակներ, մաշված խողովակներ, մենք ունենք ջրանջատումներ, տեսեք, երբ որ ջրանջատում ա լինում, ինքը դրսի ջուրը, աղտոտված ջուրը ներաքաշում խողովակի մեջ, ու երբ որ նորից ջուրը տալիս են, այսինքն միացնում են ջրամատակարարումը, այդ նույն աղտոտված ջուրը հասնում է բնակչին։ Դուք գտնվում եք անելանելի վիճակում, դուք չգիտեք ինչ անեք։ Բողոքարկելու մեխանիզմը կա, հա, գրեք, բողոքեք, զանգահարեք, բայց արդյունք չենք ունենում։ Մասնագետը տպավորություն ունի, թե այս իրավիճակում պետությունն առավելապես մասնավոր ընկերության Veolia ջրի կողքին է, քաղաքացիների իրավունքներին պաշտպան կանգնելու փոխարեն։ Ջուրը այնպիսի բան է, որ դուք երկրորդ անգամ այդ նույն ջուրը չեք բռնի։ Այսինքն եթե դուք աղտոտված ջուր ունեք ու դուք հազանգեք, որ գան ձեր ջուրը վերցնեն ու տանեն նորից ստուգեն, թե ինչ վիճակում է ձեր ջուրը, ձեր նախորդ ջուրը չի լինի արդեն այդտեղ։ Այստեղ հանրային ծառայությունների աշխատանքը շատ է ու շատ թույլ են իրանք աշխատում։ Դիմեցինք նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ օրինակ հունիսի 18-ին, այսինքն Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր ազգային բարերար Սամվել Կարապետյանի ի պաշտպանություն առաքելական Սուրբ եկեղեցու հայտարարությունից ճիշտ 1 օր հետո հեծին այդ թվում սպառողներին առաքած էլեկտրաէներգիայի որակի հարցում թերանալու, բաժանորդների իրավունքները խախտելու համար դուգանած կառույցից մեզ տեղեկացրին, թե Veolia ջրի որակի հարցերով չեն զբաղվում, առողջապահական տեսչականի գործն է, ինչպես է ստացվում։ Դուք լրագրող եք այդ հարցը տալիս եք, ես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ այդ հարցը ինձ մոտ առաջանում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը մի քանի շաբաթ առաջ ասել էր, որ կապ չունի, հեծի սեփականատերը պետք է կատարի ներդրումները անկախ նրանից պետությունը ինչպիսի որոշումներ է կայացնում։ Եթե ես նույնիսկ քաղաքական կոնտեքստում դա չդիտարկեմ, այլ հանրային շահի տեսանկյունից հարց բարձրացնեմ, ոնց է ստացվում, որ հեծին ասում եք ներդրումները պիտի կատարեք, իսկ օրինակ Veolia ջրի պարագայում 57 հատ մոտավոր համաձայնագիր կա լրացուցիչ կնքված 2017 թվականից սկսած եւ դրանցից գրեթե բոլորով Veolia ջրին տալիս է կարտոնություններ։ Համեմատենք նաև էլեկտրաէներգիայից ու ջրից մարդուն հասնող պոտենցիալ վտանգները։ Առաջինի դեպքում առավելագույնն անջատումն է, սպառողի իրավունքն է խախտվում, ինչպես հայտնի իրադարձություններից հետո սկսեցին պնդել պետական կառույցներից։ Երկրորդի ջրի պարագայում վնասն ուղիղ առողջությանն է, ընդ որում ինչպես անջատման ժամանակը երբ այն չկա, այնպես էլ երբ ծորակից հոսողն անորակ է, նույն պետության սահմանած ստանդարտներին չհամապատասխանող։ Բոլոր օրգան համակարգերի վրա ունի իր ազդեցությունը։ Սկսում ենք բերանի խոռոչից ատամների էմալի վրա ազդեցությունը, հենց հատկապես ձեր ասած կոշտ ջուրը, որտեղ կան տարբեր կոշտ աղերի արկայություն, վերջացրած նրա թթվահիմնային հավասարակշռության խախտման հետ կապված, ապա ստամոքս աղիքային տրակտում, որտեղ շատ լուրջ ազդեցություն է թողնում, նման ջրի օգտագործումը բացասական ազդում է եւ նպաստում է երիկամաքարային հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաեւ սիրտանոթային եւ անոթային համակարգի հետ կապված։ Յուրաքանչյուր քաղաքացի մեծից փոքր սպառում են ջուր։ Եթե ջրի որակի հետ կապված կա խնդիր, որևէ խնդիր, փոքր խնդիր, որևէ տարածքի խնդիր, ով պիտի այդ մասին պատմի Հայաստանի քաղաքացուն։ Քաղաքացին վճարում է մի ջրի համար, որը պետք է լինի պատշաճ որակի։ Ինքը չի ստանում այդ որակի ջուրը եւ այստեղ կա պայմանագրի խախտում, որևէ մեկը չի խոսում այս մասին։ Մենակ քաղաքացիները Facebook-ում պիտի ստատուս գրեն, Veolia ջուրն ինչ որ մի բանը շարքային, հերթական հաղորդագրություն տարածի, չի կարող որևէ ընկերություն իրեն վերապահել դեր, այդպիսի կեցվածք դրսևորի Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ եւ ուղղակի գիտեք անտեսի ասի թե ոչ մի խնդիր չկա։ Դե ոչ մի խնդիր չկա, կտեսնենք կա այդ խնդիրը թե ոչ։ Վերջաբանի փոխարեն էլ ահա կադր մի երևանյան սովորական բնակարանից, ընդ որում այն վարչական շրջանից, որի անկախ փորձաքննության արդյունքները համեմատաբար լավագույնն էին։ Ծորակին ֆիլտր է, ահա այսպիսի տեսքով։ Եվ ուրեմն խնդիր կա, թե ոչ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։